Գալիս է այն կոնստրուկտիվ ընդդիմությունը, որ մենք ուզում ենք, այսպես արձագանքեց իշխող հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, գնահատելով Քառյակի կողմից իրենց ներկայացված 12 պահանջները։ Իշխող հանրապետականը շատ ուրախ է, որ ոչ իշխանական ուժերը վերջապես շատ առողջ առաջարկություններ են արել։ Ավելին, հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասում է, թե Քառյակի ներկայացրած 12 պահանջները հիմնականում բարձրացվել են հենց հանրապետականի կողմից։ Ես կարող եմ հերթականությամբ գնալ վերացնել պարտադիր կൂട്ടակային, արդեն դուք գիտեք, որ բավականին դուրս գործընթաց է գնում եւ առաջընթաց կա այդ խնդրում եւ դաշնակցություն եւ մյուս քաղաքական ուժերը այդտեղ շատ բուն բանակցությունների արդյունքում մենք եկանք մի այնպիսի եզրահանգման, որ իրոք այդտեղ վերանայման խնդիր կա եւ մենք սպասում ենք հաջորդ փուլին, որը կգա կվերանայենք եւ մենք առօր կունենանք բոլորս քննարկելու։ Հաջորդը վերանայել տեսանկարահանող եւ լուսանկարահանող սարքերը մենք մեկ անգամ լսումներ կազմակերպեցինք, պատրաստ ենք երկրորդ անգամ էլ իրոք այդ հարցը նույնպես պետք է ուսումնասիրվի եւ նորից մենք չենք ժողտում, որ այդտեղ նորից վերանայելու խնդիր կա եւ վերահսկելու խնդիր, ավելի ուժեղացնելու այդ խնդիրը։ Առնվազն 3 անգամ եղավ շրջանառության հարկը։ Շրջանառության հարկի մասին մենք ենք իսկ կառավարության ծրագրում մտցնել, որ իրոք դա պետք է վերանայվի, այնտեղ մենք ավելի լավ առաջարկություններով մենք հանդես կգանք։ Գյուղատնտեսության ոլորտի հետ կապված բոլոր առաջարկությունները ընդգրկված են մեր ծրագրի մեջ եւ սա մենք ենք առաջինը ասել։ Այսինքն ես դրա համար շատ ուրախ եմ այս առարկան, որը ես ասում եմ, որ շատ առողջ առաջարկություններ են արվել ընդդիմության կողմից եւ արդեն գալիս այն կոնստրուկտիվ ընդդիմությունը, որը մենք ուզում ենք, որը մենք ցանկանում ենք, որոնց հետ կարողանանք հարցեր քննարկել եւ հարցեր լուծել։ Արձագանքելով Քառյակի այսօր հնչեցրած այն պահանջին, որ ներկայացված 12 կետերը պետք է կատարվեն մինչև սեպտեմբերի 30-ը, հանրապետական խմբակցության ղեկավարն ասաց, թե պետք է ուշադրություն դարձնել ոչ թե ուլտիմատումներին, այլ ներկայացված առաջարկներին։ Ամեն դեպքում հանրապետականը Քառյակից չի վախենում։ Եթե իրանք սեպտեմբերին ասում ենք, ասենք ոչ, դա սեպտեմբերին չի լինի, մայիսին կլինի, թող իրենք իրենց քայլերը ձեռնարկեն։ Համենայն դեպս մենք չենք ժխտում, որ սրանք քննարկման առարկա են։ Դուք նոր ասեցիք, ինչի կոնկրետ խնդիր չեն դրել հրաժարականի կամ մյուսի։ Ես ուրախանում եմ դրա համար, որ անձով վերջապես ընդդիմությունը հասկանում է, որ անձով այս երկրը որևէ հարց չի լուծում, մեզ մեխանիզմներ են պետք։ Իրենք մեխանիզմներ են առաջարկում ես։ Ես ուրախանում եմ դրա համար։ Կառուցողական համարելով Քառյակին միաժամանակ հանրապետական խմբակցության ղեկավարին դուր չի եկել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի այն հայտարարությունը, թե Սերժ Սարգսյանի չար ծառից, այսինքն ռեժիմից, բարի պտուղներ պետք չէ սպասել։ Եթե չեն սպասում, այդ դեպքում ինչու են նման պահանջներ ներկայացնում, ինչու են զուր ժամանակ վատնում, հարցնում է Վահրամ Բաղդասարյանը։ Այդ տեսնում եք, այս բոլոր այս կետերը փչացնում են նման արտահայտությունները։ Եթե դու չես սպասում եւ որակում ես այդպես, ել ինչի ես նման տիպի կետեր առաջարկում ես։ Գնացեք ձեր գործը փողոցում արեք այդ դեպքում։ Անընդհատ գիշեր-ցերեկ մտածում են, երբ պետք է ձախողվի իշխանությունը, այս կառավարությունը եւ կարող է երկնքից մի խնձոր ունի եւ բռնողը մենք ենք, որ մենք կանք իշխանություն։ Խնձոր բռնելով իշխանության չեն գալի։